Գլուխ գովանը, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Աղքատ Սիմոն իր սև մատակը հեծած գնում էր խիտ անտառով։ Ճանապարհին գլուխ գովանը հասնում է նրա ետևից և դեռ հեռվից ձայն տալիս։ Նա գալիս էր սպիտակ, շարմաղ միձի հեծած։ Ճանապարհ տուր քնձռոտ թշվառական, թե չէ քեզ էլ, քո այդ մժեղին էլ կճզմեմ ոտքերիս տակ։ Այդքան առաջ մի ընկնի, պատասխանում է նրան Սիմոն։ Մեկ էլ տեսար այնպես գլխիվայր գլորվեցիր, որ ինձ նման քնձռոտը քեզ բարձրացրեց։ Ես գլորվեմ, քանի այս շարմաղ ձին իմ տակին է, քեզ նման քոսոտ մատակներով թշվառականներին ես իմ գրպանը կկոխեմ։ Դեռ չի իմացվի, թե ով ում կկոխի գրպանը։ Իսկ հիմա կանգ առ, որ մի բան պիտի ասեմ քեզ։ Ժամանակ չունեմ քեզ նման հիմարի հետ կորցնելու։ Գնում եմ շուկա, որ այս լավ պահված ձիուց լավ փող վաստակեմ։ Դե շուտ, ասա ինչ որ ասելու ես։ Սիմոն ձևացնում է, թե վախենում է։ Ես էլ քեզ նման շուկա եմ գնում, ասում է նա։ Ուզում եմ մի քանի լև աշխատել այս մատակովս, բայց վախենում եմ, որ այս ահավոր անտառում ագահ արջերի բաժին կդառնամ։ Իսկ ես այդ մասին չեմ էլ մտածում, ասում է գլուխ գովանը։ Ես 300 արջի հետ էլ կարող եմ կող բռնել։ Դե որ այդպես է, քշիր առաջ, ձեռքը թափ է տալիս Սիմոն։ Դու գնա առջևից, արջերին ջարդիր, ես էլ քո ետևից կգամ։ Դու ինչ է, վախենում ես։ Վախկոտ, քանի ես քեզ հետ եմ, մի վախենա, արջերն ինձ որ տեսնեն, դեռ հեռվից կփախչեն։ Բայց չէ որ դու շտապում ես։ Ոչինչ, ընկերներ ենք, չէ։ Թող մի քիչ էլ ուշանամ։ Տեսնում եմ, եղբայր, տեսնում եմ, թե ինչքան քաջն ես ու խղճում եմ քեզ։ Այսպես խոսելով երկու հեծյալները խորանում են անտառում։ Մութը սկսում է վրա տալ։ Աղքատ Սիմոն ասում է. Ես վախենում եմ այս մթանն առաջ գնալ, այստեղ էլ կգիշերեմ, խարույկ կվառեմ ու կքնեմ։ Արջերը կրակից վախենում են, չեն մոտենա։ Բայց դու չէ որ քաջ ես, առանց ինձ գնա։ Չէ, ինչ ես ասում, ինչպես կարող եմ քեզ այստեղ մենակ թողնել։ Իջնում են ձիերից, ցախ հավաքում ու մի լավ կրակ վառում։ Սիմոն հանգիստ պառկում է իր համար։ Ուրեմն քնելու ես, ասում է հարուստ գլուխ գովանը։ Իհարկե, ես ինձ համար հանգիստ կքնեմ։ Սև մատակը մթության մեջ չի երևում։ Իսկ դու լավ պահիր քո սպիտակ ձին, որովհետև արջերը դեռ հեռվից կնկատեն նրան։ Այդպես ասում ես։ Իհարկե։ Դե ուրեմն եկ փոխենք, դու իմ սպիտակ ձին վերցրու, ես էլ քո սև մատակը։ Դեմ չեմ, ասում է Սիմոն։ Միշտ երազել եմ սպիտակ ձի հեծնել։ Ուրեմն այսօրվանից սպիտակ ձին իմն է, սև մատակը քոնը։ Եվ նա հանգիստ քուն է մտնում։ Մեկ էլ շատ չանցած գլուխ գովանը բոթում է, թե վեր կաց եղբայր, ագահ արջերը դեռ հեռվից կնկատեն քո սպիտակ ձին։ Վեր կաց, անասունիդ տեր կանգնիր։ Ես պառկած էլ պահպանում եմ նրան։ Մի աչքով ննջում եմ, մյուսով հսկում։ Հեռվից էլ տեսնում եմ։ Այդ դու պետք է մատակիդ հսկես, որովհետև սև է, մթության մեջ դժվար է երևում։ Այդպես ասում ես։ Իհարկե, այդ դեպքում քո սև մատակը առ, ձիս վերադարձրու։ Լավ, բայց հենց այնպես չեմ տա, իմացած եղիր։ Պետք է դեռ 30 ոսկի էլ տաս։ Չէ որ ես քեզ սպիտակ ձի եմ տալիս, խնամած, պահպանած, շարմաղ մի ձի, իսկ դու ընդամենը մի սև մժեղ։ Հարուստ գլուխ գովանը 30 ոսկին հաշվում ու ետ է վերցնում իր ձին, իսկ Սիմոն նորից շարունակում է խռմփացնել իր համար։ Այդ ժամանակ ձին հանկարծ ուժեղ խրխնջում է։ Գլուխ գովանը ամբողջ մարմնով սկսում է դողալ, դողդողալ։ Վայ, մայրիկ ջան, վայ, օգնություն, օգնություն, օգնիր ախպեր։ Սիմոն թեթև բարձրացնում է գլուխը
և քնկոտ հարցնում. Ինչից ես վախենում։ Արջերը գալիս են։ Քանի՞սն են։ Չգիտեմ։ 300-ն էլ որ գան, այն ժամանակ նոր կարթնացնես ինձ, լավ։ Չէ որ դու 300 արջի հետ էլ կարող ես կող բռնել։ Մնացածների հետ ինքս գլուխ կհանեմ։ Գլուխգովանը ձայնը կտրում է, բայց ամբողջ գիշերը դողդողում է վախից։ Առավոտ վաղ Սիմոն զարթնում է։ Երկուսով նորից ճանապարհ են ընկնում դեպի շուկա և շուտով վաճառում են իրենց ձիերը։ Վաճառում են և գոհ ու երջանիկ վերադառնում գյուղ։ Գնում են, գլուխգովանն ասում է. Ես այդ արջանտառից չեմ ուզում անցնել այլևս։ Ախր մյուս ճանապարհը շատ երկար է, քթի տակ ժպտալով ասում է Սիմոն։ Ես ճանապարհից չեմ վախենում, իմ ոտքերն ամուր են։ Իսկ կռնակդ էլ ամուր է։ Կռնակն ինչիս է պետք։ Ես ուրիշի կռնակին եմ ապրում։ Իսկ խելքից ո՞նց ես։ 3 մարդու խելք ունեմ գլխումս։ Դե որ այդպես է, գնանք։ Գնում են, գլուխգովանը ասում է. Եկ հերթով իրար տանենք։ Օգնել ես, հարցնում է Սիմոն։ Բոլորովին։ Ուզում եմ քեզ փորձել, տեսնեմ ո՞նց ես ճանապարհին դիմանում։ Լավ, համաձայն եմ։ Ես քեզ կտանեմ, դու էլ կսկսես քո իմացած ամենաերկար երգը երգել։ Կտանեմ այնքան, մինչև որ երգդ վերջանա։ Հետո էլ ես կերգեմ իմ իմացած ամենաերկար երգը։ Դու կտանես ինձ։ Եղավ։ Եղավ։ Սիմոն հսկա ուղեկցին շալակում է և ուրախ սկսում երգել։ Հենց որ երգը վերջանում է, նա մեջքից իջեցնում է նրան և իր հերթին բարձրանում հսկայի վրա։ Բարձրանում է ու սկսում երգել. Տրալալա, տրալալա, տրալալալալա։ Ձգում է ու էլ վերջ չկա։ Տրալալա, հա տրալալա, տրալալա, հա տրալալա։ Հաստավիզ գլուխգովանի ոտքերը ծալվում են, շունչը կտրվում է։ Դե, հերիք է, վերջ չունի քո այդ երգը։ Ինչ ես ասում, դեռ նոր եմ սկսել, պատասխանում է Սիմոն ու շարունակում. Տրալալա, 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 հա տրալալա։ Իսկ գլուխգովանը շնչահեղձ ծղրտում է նրա տակից. Վախ, մեռա, վերջ չունի այդ չարաբաստիկ երգը։ Ոչ, խելոք բարեկամ, երգի հազիվ կեսն եմ երգել։ Եվ նորից ձգում է. Տրալալա, 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 հա տրալալա։ Գլուխգովանն էլ չդիմանալով ընկնում է ճանապարհի միջին։ Վախ, մեռա, քո այդ տրալալան ինձ գետնով տվեց, էլ չեմ դիմանում։ Իսկ Սիմոն ուրախ պատասխանում է. Սա իմ ամենասիրած երգն է, բարեկամս։ Այս երգը շատերին է խելքի բերում։ Ով ուրիշի կռնակին կապրի, այս երգը նրա վրա կերգվի։